Դեռմանկության տարիներից նրա կյանքի գլխավոր նպատակը իրավաբան դառնալն էր։ Ծնողներն ամեն գնով կատարեցին իրենց որդու երազանքը։ Եվ նաև գերազանց ուսումն ու կրթության դերի կարևորությունը նրան հասցրին իրավաբանական ու պետական համակարգի ամենաբարձր օղակներից մեկը։ Իսկ այսօր նա արդեն քաղաքական դաշտում է, նոր նպատակներով ու խոստումներով։ Այս անգամ միասին բացահայտելու ենք Արման Թաթոյանի քաղաքական դիմագիծը։ Պարոն Թաթոյան, բարի գալուստ քաղաքական դիմագիծ հաղորդաշար։ Առաջարկում եմ գնալ 1980-ականներ։ Դուք ծնվել եք Երևանում 1981 թվականին, սակայն Երևանում եք ապրել մինչև 5-րդ դասարանը։ 5-րդ դասարանում արդեն տեղափոխվել եք Ուկրաինա։ Այ հետաքրքիր այդ փոփոխությունն ինչպես ազդեց ձեր աշխարհընկալման վրա։ Ծնվել եմ Երևանում, մանկությունս անցկացրել եմ Երևանում, մանկապարտեզ դպրոց հաճախելով։ Իհարկե Ուկրաինա տեղափոխվելը միջավայրային փոփոխության, մշակութային փոփոխության առումով մեծ նշանակություն եւ ազդեցություն ունեցավ ինձ համար ու հետագայում նաեւ թե մարդկային, թե մասնագիտական կայացման վրա։ Բայց պետք է ասեմ, որ մինչ այդ ես մեր ընտանիքում շատ էինք լսում, երբ փոքր էի, մեր այսպես ազգի կամ գերդաստանի մասին։ Հայրս, մեր հորեղբայրներս միշտ պատմում էին մեր Թաթոյանների ջրաղացի մասին, Մարտունիում, Ներքին Գետաշեն գյուղում, երբ 1820-ական թվականների վերջին մեր ընտանիքը տեղափոխվել է Ալաշկերտից, մեծ պապս հիմնել է ջրաղաց, որը նաև ոչ միայն ընտանիքը կերակրելու համար, այլ նաև շրջակա գյուղերին է միշտ նաև օգտակար եղել պատերազմների ժամանակ, օրինակ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ 90-ականներին մի քանի գյուղ նաև օգտվել է այդտեղից ու միշտ մեր մեջ նստած է եղել այդ ընտանիքի ուժի կարևորության, արարելու, ստեղծելու կարևորությունը։ Իհարկե մորական կողմից նույնպես եւ երկու կողմից էլ ընդ որում 7 երեխաներ են, այսինքն ընտանիքը շատ մեծ է առհասարակ։ Եվ ես շատ լավ հիշում եմ այդ տարիների իմ ձևավորման վրա ազդած, որ մենք ընտանիքով ներողություն, ես եւ քույրս չկար տարի, որ չգնայինք գյուղ 3 ամսով, 2 ամսով, Ներքին Գետաշեն, հարևան գյուղերը, որտեղ մենք շատ ազգականներ ունենք։ Եվ իհարկե նաև հորաքույրներս էլ էջմիածնում են ապրում, այնտեղի գյուղերն էլ նույնպես շատ եմ գնացել ու այդ գյուղ հասկացությունը կան չէ, երեխաների մոտ էլ նաև ասում ենք մենք գյուղ ունենք, մենք գնում ենք մեր գյուղ եւ այլն, այն մեզ մոտ իսկականից եղել է այդպես։ Ու դա նաև բերել է նրան, որ այդ տարիները շատ են ազդել ինձ վրա։ Եվ հետագայում իհարկե երբ Ուկրաինա տեղափոխվեցինք, այնպես ստացվեց, որ սեփական տանն էինք բնակվում եւ այնտեղ արդեն քանի որ նաեւ շատ սովոր էի գյուղական կյանքին, գյուղացիների խնդիրներին, հարցերին, այնտեղ ինքս էլ էի շատ կենթայիներ էինք պահում, հողագործությամբ էինք նաեւ զբաղվում, շատ եմ հորս օգնել եւ այդտեղից նույնպես այդ իմ մեջ ձևավորվել է շատ մարդկանց հետ լինելու, գյուղի կողքին հասկանալու համար խնդիրները, իհարկե նաեւ դասերի ժամանակ էլ հետագայում այդ լեզվի փոփոխությունը մեծ ազդեցություն ունեցավ մեր ձևավորման վրա, ի վերջո աշխարհընկալման փոփոխության, որտեղ բոլորովին այլ երկիր ես գնացել։ Հետո երբ վերադարձանք, իհարկե արդեն այլ էր։ Կարծես թե այդքան էլ երկար ժամանակ չեք ապրել ամեն դեպքում Ուկրաինայում։ Մինչև 10-րդ դասարանի սկիզբը եւ տարի շուրջ։ Այո, շուրջ 5 տարի եւ այդ ընթացքում շատ դժվարություններ իհարկե եղել են, բացի այսպես առօրյա կյանքը գյուղի հետ կապված, առհասարակ ընտանեկան նոր միջավայրի, բայց կարևոր էր նաեւ որ դու գնում ես միտեղ, որ մենք սովորում էինք մի դպրոցում, որտեղ հայ չկար ընդհանրապես, ես եւ քույրս, եւ շատ լավ հիշում եմ դժվարությունները, որոնք հատկապես կապված էին նրա հետ, որ մենք հայ էինք։ Հետարքիր է, որ ուկրաիներեն հայ լինում է վիրմեն ու այդ բառը մի տեսակ շատ այսպես առաջացնում էր հաճախ կարող էին ծաղրել, դե երեխաների բուլինգը ինչպես է լինում, չէ՞, հիմա էլ շատ կա։ Ու դրա պատճառով շատ խնդիրների մեջ եմ հայտնվել, կռիվներ, անընդհատ եւ այլն։
Եվ հատկապես, բայց դրանք հետագայում լուծվեցին հատկապես երբ ես սկսեցի լավ սովորել, այդտեղ նաև զգացի գիտելիքի ուժը, որքան կարևոր է, երբ արդեն հարգանք է ձեռք բերվում, ընկերներն են շատանում եւ այլն, բայց նաև այդ կռիվների այսպես ժամանակ ինքս երբեք չեմ հանձնվել, երբեք չեմ վհատվել, շատ են եղել ու միշտ պաշտպանել եմ, միշտ դա ստիպել է ինձ տվել է պաշտպանելու կարողություն ինքդ քեզ, պատասխան տալու կարողություն, որովհետև գիտեք, դա նաև նպաստեց նրան, որ իմ ազգային ինքնությունը դարձավ իմ անձնական ինքնության մաս, արժանապատվության մաս, որովհետև պարզ օրինակ բերեմ, Մատյանում այնպես չէր, ինչպես օրինակ Հայաստանում էր, երբ ուսուցիչը գալիս էր թվարկում էր անուն ազգանունը, պարտադիր ասում էր նաև ազգությունը։ Եվ մնացածին ասում էին, օրինակ ուկրաինացի, ռուս, եւ այլն եւ գալիս են մեզ ասում էին հայ։ Ու այդպես սկզբում մանավանդ ինչ որ այդպես հարցեր էին առաջանում, կարող էր ծիծաղ լինել եւ այլն։ Եվ այդ ժամանակվանից ինքդ քեզ պաշտպանելու կարողությունը մտավ իմ մեջ ու հատկապես երբ ազգային արժանապատվությունդ են վիրավորում։ Դրա համար օրինակ ինձ համար հետագայում դա սովորական բան էր դարձել, երբ քեզ պաշտպանելը նաեւ հենց այդ ազգային արժանապատվության մաս է։ Ինքդ քեզ պաշտպանելու այդ ձգտումը, որքանով հենց դեր խաղաց այդ տարիքում դառնալ իրավաբան, որովհետև իրավաբանի նպատակը հենց պաշտպան լինելն է, արդեն պաշտպանել ոչ միայն ձեզ, այլև մնացածին, ովքեր կունենան այդ կարիքը։ Իրավաբան դառնալուց ձգտումը պայմանավորված էր նախ նրանով, որ մեր ընտանիքում օրական կողմս բոլորը գրեթե շատ են իրավաբանները ամեն դեպքում, եւ ես փոքրուց տեսել էի իրավաբանների միջավայրում, ենք նաեւ մեծանում ու շատ ինձ համար դա գրավիչ է միշտ եղել, գործ ունենալ օրենքի հետ, ինչպես բացահայտել, ասենք նաև մանկության հիշողություններում, ինչպես բացահայտել դեպքեր, իրադարձություններ, ցույց տալ ձևը, ինչպես հասնել խնդրի լուծման եւ իհարկե կարգապահությունը։ Այդ ամենը նաև այո, Ուկրաինայում կյանքը դրանից առաջ, հետո ձևավորեցին իմ մեջ նաև բնական ցանկությունը դառնալու իրավաբան եւ հետագայում արդեն նաև այդ լիարժեք իրագործել նաև այդ իրավապաշտպանի գործառույթը կամ այդ դերը ստանձնել, ուրիշներին պաշտպանելու, խնդիրները վերհանելու, խնդիր լուծելու եւ արդարացարակ մարդկանց օգուտ տալու։ Դեռ աշխատանքային գործունեությանը կգանք, դուք, ինչպես ասացիք, ըստ էության 15 տարեկանում վերադարձաք Հայաստան։ Հին, բայց նոր միջավայր, դժվար չէր Ուկրաինայից հետո գալ եւ արդեն այսպես համակերպել նոր միջավայրին, հատկապես որ ես գիտեմ դուք խոսել գիտեիք հայերեն, բայց գրել չգիտեիք։ Իհարկե դժվար էր հարմարվել, որովհետև պատկերացրեք ամբողջ գիտակցական մասը մանկության անցկացնում ես բոլորովին այլ երկրում, այլ միջավայրում, այլ կրթական համակարգում, ընկերներդ բոլորը ուկրաինացիներ են կամ ռուսներ են, այսինքն միջավայրը այլ է։ Բայց իհարկե մենք ընտանիքով այնտեղ շատ հորեղբայրներից մի մասն էր այնտեղ շատ այսպես իրար հետ էինք շատ ու դա նպաստում էր, որ մեր այդ ազգային ինքնությունը ամեն ինչ պահպանվի։ Երբ վերադարձանք, իհարկե խոսել գիտեի բայց գրել եւ կարդալ գրեթե չգիտեի եւ երբ կարդայի շատ մեծ դժվարություն էր դա։ Բայց խնդիր էի դրել իմ առաջ, որ անպայման պետք է պարապեմ եւ ընդունվեմ եւ իրագործեմ իմ երազանքը, իմ որոշումը, այն ինչ որ ես ուզում էի։ Առաջին տարին դժվար էր շատ եւ այդ տարի նաև մեր ընտանիքի համար նյութական դժվարություններ կային, որտեղ նաև նոր էինք տեղափոխվել, նորից էլի խնդիրներ են առաջ եկել, բայց ամեն դեպքում այդ որոշումը կայացրեցինք եւ քանի որ կար որոշումը շատ էի ուզում, ծնողներս էլ նաև նույն ինձ հետ միասին էին եւ այդ տարի պարապեցի եւ հայերեն լեզու, հայոց լեզու, հայոց պատմություն եւ անգլերեն։ Ու միավորները հավաքած, լավ հիշում եմ 56 միավոր, այդ տարի բավարարային իրավաբանական ֆակուլտետ անվճար ընդունվելու համար, որովհետև նյութական վիճակն այդ ժամանակ մեր այնպես էր, մենք չենք կարողանալու վարձը տալ։ Այնպես որ ինձ համար ես նպատակ էի դրել անպայման հենց անվճար ընդունվել եւ հիշում եմ այդ պահը երբեք չեմ մոռանա, երբ մորս հետ միասին գնացին կարդալու համար ցուցակները, այն ժամանակ ֆիզկուլտ ամբիոնի մոտ այդ շենքի պատին կախվում էին ցուցակները
Եվ երբ տեսա 20 միավոր, ինձ համար իհարկե դա մեծ երջանկություն էր, որովհետև գիշեր-ցերեկ էի պարզապես պարապել ու այդտեղ նաև զգացի ինչքան կարևոր է, որ երբ դու աշխատում ես ու իրոք արդյունքը ստանում ես։ Հա, պարոն Թաթյան, նաև ինչպես դուք այսպես շատ հակիրճ ներկայացրեցիք, ակնարկեցիք, գուցե իրավաբան դառնալն այդքան էլ հեշտ չի տրվել ձեզ։ Բայց քանի որ կար ցանկություն, ձեր ծնողներն ամեն կերպ գնացել են տարբեր քայլերի, որ ի վերջո իրենց որդին հասնի իր երազանքին, եւ ըստ էության դա նաեւ կարծես թե ազդեցություն է ունեցել ձեր նպատակասլացության վրա։ Ես գիտեմ ձեր կյանքից հատկապես 3 այդպիսի դրվագ։ Դուք հիշում եք այդ դրվագները, թե ես ինքս բացահայտեմ։ Երևի թե որ ասեք, որ դրվագների մասն է խոսքը, ես արդեն դրանք կրեմ։ Մեկ դրվագ ձեր հոր կողմից է եղել եւ 2 դրվագ ձեր մոր կողմից, որպեսզի դուք ընդունվեք եւ շարունակեք ձեր ուսումը։ Հա, ես կռահեցի դուք ինչ նկատի ունեք։ Գիտեք, երբ պետք է պարապեի, այդ ժամանակ դասախոսների մոտ էին պարապում եւ այսպես նաեւ շատ ընդունված էր, որ հենց համալսարանի դասախոսների մոտ պետք է պարապել եւ դպրոցին զուգահեռ ինձ նաեւ դժվար էր տրվելու ինքս որպեսի պարապեի ու դրա համար անհրաժեշտ էին դասախոսներ եւ մենք իմ բարեկամների միջոցով կարողացանք ծանոթանալ, մոտենալ դասախոսների, բայց գումար էր իհարկե պետք եւ գումարը մեծ էր բավականին, այդ ժամանակ հայրս վաճառեց ավտոմեքենան, մենք գազ 24 մեքենա ունեինք Շուտվանից, հայրս շատ էր սիրում այդ մեքենան, բայց ինձ համար մեծ ուժ էր, երբ առանց մտածելու ուղղակի վաճառեց հայրս մեքենան եւ ամբողջությամբ ուղղեց ամբողջ գումարը դասախոսներին պարապելուն։ Գիտեք, դա ինձ համար շատ մեծ ուժ էր, իմ կյանքում դա շատ մեծ հետք է թողել, որ նախ առաջինը նա որևէ անգամ չմտածեց, բա որ չստացվի, բա որ հանկարծ այս գումարը արդյունք չտա, այդ մեքենան է, միգուցե պետք է, կարող էր գումար աշխատել դրանով եւ այլն, ասենք։ Բայց ինձ համար դա ուժ տվեց, որովհետեւ նախ իմ վրա ես զգացի, որ որքան կարեւոր է, երբ քեզ հավատում են, վստահում են, ծնողներդ հատկապես, եւ նաեւ պատասխանատվություն, որքան կարևոր է հասցնել ճիշտ նպատակին ու որոշումը մինչև վերջ, որովհետև այդքան մեծ զողողություն է եղել, թեև հայրս ոչինչ չէր էլ բնականաբար ասում, բայց ինքս զգուզում էի դրա մեջ։ Սովորելու ժամանակ նույնպես կային դժվարություններ, իհարկե, բայց քանի որ սովորում էի իրավաբանական ֆակուլտետում, այնտեղ շատ բարդ էր սովորելը, բայց միևնույն ժամանակ ես զգացի նաև սոցիալապես ապահովված ուսանողներ էին։ Կային իհարկե, ինչպես ընդունված է համարել, որ իրավաբանական ֆակուլտետում ավանդաբար, այո, այդպես էր պաշտոնյաների երեխաներ, բիզնեսմենների եւ այլն, կային իհարկե նաև սոցիալապես խնդիրներ ունեցող, բայց ես երբեք ցույց չեմ տվել դա, երբեք, որովհետեւ չէի կարող որևէ մեկի գնալ, բացատրել, ասել, հետո չէի ուզում, որ ինչ որ խոսակցություններ սկսեին եւ այլն, եւ իմ համակուրսեցիներից եւ հիմա նաև իմ ընկերներից, ես շատ լավ ընկերներ ունեմ այն ժամանակներից ինձ հետ են, միասին ենք որևէ անգամ որևէ մեկը չի իմացել։ Ես ընդհանրապես այս վերջերս քաղաքական գործունեությամբ պայմանավորված եմ, որ բացահայտել եմ որոշ դրվագներ, այն հանրային ելույթներից գիտեն, որ օրինակ մայրս ենթադրենք նաև ստիպված էր վաճառել ամուսնական մատանին, որպեսզի նորից էլի հաղթահարենք դժվարություններ։ Իհարկե ես ձեզանից թաքուն։ Ես, այո, եւ ցույց չէր տվել։ Ես մայրս նաև զուգահեռ աշխատում էր մանկավարժ, բայց ես հետագայում ինձ համար շատ նվիրական էր եւ նպատակ էի դրել ու ես տարիներ հետո գնեցի իհարկե ամուսնական մատանին եւ նվիրեցի մորս, ինձ համար դա մեծ արժեք էր, բայց դա ամեն ինչը գիտեք ստիպում էր, որպեսզի շատ աշխատես, շատ գործես, որտեղ այդքան մեծ պատասխանատվություն կա եւ ի վերջո ամեն ինչ արվում է, որ դու քո կյանքի որոշումն իրացնես։ Սա եւ զուգահեռ նաեւ այդ ժամանակ ստիպված եմ եղել նաեւ աշխատել։ Այո։ Բանվոր եք աշխատել։ Աշխատել եմ ուրեմն երկրորդ կուրսից սկսած գաչ քսողի մոտ բանվոր էի աշխատում, լավ հիշում եմ գնում էի տուն կամ հետս անգամ հագուստը վերցնում էի, փոխում էի, գնում էի աշխատում էի եւ ստանում էի ամսական 10000 դրամ։
Սա անգամ պետք է ասեմ, որ այս վերջերս երբ հարցազրույց տվեցի, այն մարդը ում մոտ ես աշխատում էի, մի փոքր նկարագրել էի նրան, մեզ նամակ էր գրել, ոնց որ թե գտել էր եւ ասում էր ես այդ մարդն եմ, որ միասին աշխատել ենք կամ ինձ համար դա կարեւոր էր, որովհետեւ զուգահեռ պետք էր որոշակի պահանջներ հոգալ, ընտանիքի հետ կապված, իմ ուսման հետ կապված եւ ես ինձ թույլ չէի տա բնականաբար ծնողներիս ավելի դժվարությունների մեջ գցել, բայց գիտեք դա նաեւ կարծում եմ շատ կարևոր նշանակություն ունեցավ ինձ համար, որ ոչ թե ես ինչ որ վհատվել էի, ոչ թե հուսահատեր իմ վիճակը, ոչ, ես Էնել էի անում, որ կարողանամ իրոք հասնել այդ նպատակին ու դրա համար այնպես է ստացվել, որ ես իմ կյանքում զուգահեռ տարբեր աշխատանքներ եմ արել։ Ես չեմ սահմանափակվել մի աշխատանքով։ Ինձ համար դա շատ օտարածիր է, երբ օրինակ մարդը ասում է, ենթանենք մի քանի ժամ աշխատեցի, դե լավ, հոգնել եմ, այս աշխատանքն եմ անում։ Այսինքն դա միայն սոցիալական խնդիրները լուծելու համար չէին այդ աշխատանքները։ Գիտեք, այո, մենակ սոցիալական, դե սկզբում այնպես էր, որ պետք է աշխատեի այդ հարցերը նույնպես լուծենք։ Թվում էր թե ինչ պետք է արժանա այդ օրինակ այդ գումարը, բայց իմ թոշակի հետ միասին դա կարևոր էր, օրինակ ես գրքերն էի առնում իմ օրինակ, այսինքն այն նվազագույն պահանջներն էի հոգում, որ գոնե ուսանողի համար պետք է մի մասը, իհարկե դրա փոքր մասը Այո, դա ոչ միայն սոցիալական հարցեր լուծելու միջոց էր, հետագայում ես հասկացա դա որքան կարևոր է, դու անընդհատ զբաղվածությունդ ապահովես եւ որտեվ դու զուգահեռ նաեւ սովորում ես անընդհատ, սովորում ես այս մեկը անել, երկրորդը անել, պահում ես քեզ այս ֆորմայի մեջ, այսպես ասած, եւ դրանից չես հոգնում։ Իմ մոտ բոլորին այլ կերպ է։ Ես աշխատելուց հակառակ ավելի ուժ եմ ստանում։ Օրինակ, մինչեւ հիմա էլ այդպես է եւ հիմա գնալով ավելի է դա ուժեղացել ինձ մոտ եւ բայց նաև ընթացքում գիտեք ինչն էր կարևոր, երբ սկսեցի զգալ որքան կարևոր է գիտելիք ստանալը։ Այսա զուգահեռ էր գնում դրան, որտեղ ես ուսումը երբեք չէի մոռանում, գերազանցությամբ սովորում էի, բացարձակ գերազանցությամբ կարմիր դիպլոմով ավարտել եմ համալսարանը, զուգահեռ նաև գիշեր-ցերեկ ուղղակի սովորում էի։ Չկար սահմանափակում։ Ինձ համար հոգնել բառը հիմա էլ, որ ինձ ասում են հոգնել ես կամ կարող է հոգնել ես, ես այդ բառը որպես այդպեսին չեմ ընդունում, որովհետև ես կարծում եմ ինչքան աշխատում ես, էլի կա տեղ աշխատելու։ Եվ այդ ժամանակ շատ կարծում եմ կարևոր էր, երբ իրավաբանական ֆակուլտետի ղեկավարությունը մեր դեկանի ղեկավարությամբ, ով այդ ժամանակ իմ ղեկավարն էր նաև Գագիկ Ղազինյանը, եւ իմ վրա շատ ազդեցություն է թողել մարդկային ու մասնագիտական որակների ձևավորման հարցում, գնահատվեց նաև գիտելիքը։ Եվ ես Արդեն ինձ ներգրավում էին ծրագրերում, օլիմպիադաների, սկսեցին գումար աշխատել, իսկ ծնողներն ինչպես էին վերաբերվում, որ իրենց որդին սովորելուն զուգընթաց աշխատում է, խորչել իրենց համար դա։ Ես ասեմ, ձեզ միայն մայրս գիտեր, հորս չէի ասել, որ այդ աշխատանքը անում էի, միայն մայրս գիտեր։ Իհարկե անհանգստանում էր, չէր ուզում, զայրանում էր նաև, որ ստիպված եմ, բայց դե այդպես էր, պետք էր անեի եւ ես երբեք չեմ տրտնջացել աշխատանքից, սա ուզում հատուկ ասել։ Պետք է մեկը, երկուսը կան, երկուսն է պետք, երկուսը, չորսը պետք է, ուրեմն պետք է անել, սա շատ կարևոր է։ Եվ հետագայում գիտեք ուսման ժամանակ, երբ ինչն է ինձ համար միշտ կարևոր եղել, զուգահեռ ստանալ գիտելիք ու հետո այդ գիտելիքը կիրառելու կարողություն ունենալ, որովհետև դու ինքդ հետո ես նաև հասկացա ինչքան կարևոր է ինքնուրույն կյանքի հմտություններ, որ դու ինքդ քեզ կերտում ես, որքան շատ գիտելիք ես ստանում, կարողություն ես ձեռք բերում, այնքան ինքդ ինքնուրույնանում ես, անկախ ես լինում մյուսներից, կախվածություն չես ունենում, կլինի գումարային հարցերում ավելի լավ ես գեզում, թեթև ես, իսկ դու հասկանում ես, որ դա աշխատանքն է, դա սովորելն է, կարողություններ ձեռք բերելն է։ Պարոն Թաթոյան, քանի որ ես 3 դրվագ եմ ասել, երկուսի մասին խոսեցին, գուցե այսպես հպանցիկ մեր հեռուստատիտողների մոտ որպեսզի հարց չառաջանա, թե 3-րդ դրվագը ո՞րն էր։ 3-րդ դրվագը ձեր մայրը հանուն ձեր կրթության մայրս էլի դժվարությունների դիմեց, պետք է ասեմ, որ դա ինձ համար շատ դժվար է ասել, ես մի անգամ դրա մասին ասել եմ հրապարակային, բայց քանի որ ես իմ անձնական կյանքը գրեթե չեմ հրապարակում, դա ինձ համար շատ դժվար է ասելը, բայց քանի որ դուք ասեցիք, այո, մայրս անգամ նաև արյուն էր հանձնել, որպեսի ինձ եւ քրոջս ուսման համար նաև հոգան ծախսերը, բայց ինձ համար դա հիմա որ հիշում եմ,
շատ մեծ ծանրություն է եւ դրա համար ինձ համար դրա համար ընտանիքը սրբավայր է, ընտանիքը սրբություն է, արժեքային մեծ համակարգով եւ գիտեք իմ ծնողներին ես դրա համար եմ շատ շնորհակալ, որ իմ ծնողները մեզ դաստիարակել են, առասարակ մեր ընտանիքում այդպես է, իմ ու քոն չկա։ Մեր ընտանիքում, եթե մենք անում ենք բոլորով իրար համար ենք անում։ Օրինակ ես հիշում եմ գյուղ երբ գնում էի հորեղբայրներիս մոտ մեր ծնողներս 2-3 ամիս ամառը այնտեղ էի անցկացնում հիշում եմ ինչպես են իմ հորեղբայրները գալիս իրար վրա հավաքվում տներ կառուցում այն ժամանակ գիտեք ոնց էր դե ապրում էին մեծ տանը չէ ասենք 7 երեխա տղաներ 5 եղբայր եղել հայրս եւ հորեղբայրներս առած 5 եղբայր պետք է առանձնանային եւ նրանք գալիս էին հավաքվում էին իրար վրա մեկի տունն էին կառուցում մեկը քարներ բերում մեկը ցեմենտը մեկը ավազը հայրս էլ էր օրինակ շատ միասնական էր եւ հիշում եմ մայրս նաեւ ասում էր հորս այսպես որ մենք էլ գյուղում լավ կլինի տուն ունենանք այդքան գնում գալիս ենք հայրս միշտ ասում էր որ ինչ տարբերություն բոլորը իմ տներն են իմ եղբայրներն են եւ նույնը նաեւ հորաքույրներից հետ կապված իմ մորաքույրներս քերիներս այսինքն մեր ընտանիքը այնպես է ստացվել մեծ ընտանիքը որ այդ իմ ու քոն չի եղել եւ մենք բոլորս միշտ համոզված ենք եղել ու այդպես էլ կա որ մենք ուժեղ ենք բոլորս միասին օրինակ հիմա իմ անմիջական ընտանիքում քույրս հարազատ եւ երեխաներս մեր ընտանիքը կինս եթե որևէ բան անում ենք ես իմ երեխաների համար, ես նույնը պարտադիր անում եմ նաև քրոջս երեխաների համար։ Օրինակ, ինչպես ասում են, չէ, ժողովրդական լրիվ մեր մասին է նաև ասված։ Օրինակ, մի բան, եթե ես գիտեմ, որ քրոջս երեխաները չունեն, ինձ կուլ չի գնա դա։ Եթե ես գիտեմ, որ ես այսօր իմ երեխաները կուտեն մի բան, կունենան, որ քրոջս երեխաները չունեն։ Դրա համար ես օրինակ կարող եմ գիշերով գամ տղայիս վերցնեմ կամ ուղղակի մենակ գնամ արևտուր անեմ ամբողջը քրոջս տան համար ենթադրենք ուղղակի այդպես եւ որևէ մի անգամ մեր տան մեջ ընդհանուր որևէ խոսակցություն չի առաջանում քննարկում չի առաջանում ինչու դա այդպես եղավ ինչպես է եւ այլն բոլորս գիտենք որ դա մի ընտանիք է մեր ուժի համար է գիտեք նամուս թասիբը ինչպես ասում են քո պահած քո հարցերը դու պետքա լուծես դրա համար իմ մեջ այդ դա փոքրուց մնացել է որ դու քո հարցերը ինքդ պետքա լուծես սա շատ կարևոր է գալով ձեր աշխատանքային գործունեությանը բոլորի մոտ տպավորված է որ դուք մարդու իրավունքների պաշտպան եք եղել դուք դատախազել եք կարճ ժամանակ աշխատել բայց բավականին երկար ժամանակ աշխատել եք մարդու իրավունքների պաշտպան Ինչպես եք պատկերացնում մարդու իրավունքների պաշտպանի դերը եւ ինչպես որոշեցիք, համաձայնվեցիք կամ գուցե զբաղեցնել այդ պատասխանատվությունը։ Նախ շատ կարևոր մի բան ասեմ, այո, դատախազ աշխատել եմ, փոքրուց երազել եմ դատախազ աշխատել, իմ մեծ քերիս Գևորգը դատախազ էր աշխատում եւ մեր ազգի, այսպես ընտանիքի նաեւ պարծանքն էր, բոլորը նրա մասին խոսում էին, որտեւ ինքը նաեւ գիտեք, այսպես մորս ընտանիքն էլ շատ առանձնահատուկ եղել, նրանք էլ իմ տատիկը եւ պապիկը, հատկապես պապիկը շուտ է մահացել եւ նրանց մեծ եղբոր վրա է ամեն հոգս եղել, փոքր եղբայրների մասին հոգ տանելը, ընդունելության հարցեր լուծելը, նկատի ունեմ օգնել, որ պարապեն, լավ սովորեն եւ այլն, եւ մայրս էլ մեծ քույրն է եղել։ Ու մեր ընտանիքում միշտ նրա կերպարը նաև շատ բարձր է եղել եւ ես միշտ նրան նայելով ուզեցել եմ դատախազ դառնալ այդ կերպարը ունենալով ընտանիքի մարդիներին օգնելը այսպես բարիությունը բայց պետք է ասեմ որ երբ դատախազ դարձա եւ ես դարձա դատախազ երբ ավարտեցի իրավաբանական ֆակուլտետը որոշ ժամանակ անց երբ դատախազ դարձա ինքս մի քանի ամիս հետո հրաժարականի դիմում ներկայացրեցի, հասկացա, որ ես այլ ճանապարհ ունեմ անցնելու։ Այդ ժամանակ արդեն դրանից առաջ աշխատել էի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, աշխատել էի նաև դատական համակարգում, վճռաբեկ դատարանում, սահմանադրական դատարանում։ Եվ մինչև մարդու իրավունքների պաշտպան դառնալ, այնպես է ստացվել, որ իմ աշխատանքային գործունեությունը շուտ միջազգայնացել է։ Այսինքն ես երբ զգացի, որ նաև ներգրավման իմաստով, միջազգային բազմամշակույթ բնագավառներում աշխատելու իմաստով ինձ համար դա կարևոր է, ես շատ արագ ներգրավեցի այս աշխատանքներում, աշխատել եմ Եվրոպայի խորհրդում, Միավորված ազգերի կազմակերպությունում, ԵԱՀԿ-ում, տարբեր ՄԱԿ-ում, տարբեր այլ, այսինքն այսպես մարզերում կամ UNDP ինչպես ասում են։ Օրինակ ես իմ ամենաառաջին միջազգային եւ ունեցել եմ միջազգային այցեր։ Տեսեք, ես միջազգային միսիաներ եմ իրականացրել, եղել եմ պատվիրակությունների ղեկավար, պատվիրակություններ եմ մասնակցել եմ միջազգային բարեփոխումների իրականացմանը
աֆրիկյան պետություններում, Մարոկոյում, Թունիսում, Միջին Արևելքի երկրներում, Հորդանանում, այլ երկրներում Երուսաղեմում ենք իրականացրել միջազգային առաքելություն, եվրոպական երկրներում իրականացրել եմ պատվիրակություններ եմ ղեկավարել, Ռուսաստանի Դաշնությունում շատ քաղաքներում եմ աշխատել որպես Եվրոպայի խորհրդի միջազգային խորհրդական, ԱՄՆ-ում եմ սովորել եւ աշխատել։ Հետագայում արդեն երբ մարդու իրավունքների պաշտպանի ներողություն ԱՄՆ-ից երբ վերադարձանք, ինձ առաջարկվեց այդ ժամանակ վարչապետը Տիգրան Սարգսյանն էր աշխատել արդարադատության փոխնախարար։ Մինչև մարդու իրավունքների պաշտպանն աշխատելը, դա ինձ համար շատ կարևոր էր, որովհետև մասնագիտական աշխատանք էր, եւ ես դա կարևոր էր, որովհետև հնարավորություն տրվեց ծառայել պետությանը, աշխատել պետության համար եւ կոնկրետ արդյունքներ ենք տվել, օրինակ խոշտանգումների համար քրեական պատասխանատվությունը ես եմ զեկուցել ազգային ժողովում, իմ նախաձեռնությամբ է ներդրվել նյութական բարոյական վնասի հատուցման համակարգը առաջին անգամ ես եմ զեկուցել ազգային ժողովում, այդ ժամանակ է ներդրվել ու միշտ այսպես համակարգի պայքարելով գնում էի։ Հետո արդեն մարդու իրավունքների պաշտպան ինձ առաջարկվեց ազգային ժողովից։ Քանի որ աշխատել էի ես մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում եւ Լարիսա Ալավերդյանի եւ Արմեն Հարությունյանի ժամանակ անգիր տիրապետում էի, թե այս կառույցը ինչ հոգեբանությամբ պետք է աշխատացնել, ինչ առանձնահատկություններ կան, համաձայնվեցի 2016 թվականն էր եւ այդպես սկսեցի աշխատել մարդու իրավունքների պաշտպան։ Պարոն Թաթյան, որքան էլ նաեւ համանդրությամբ ըստ էության մարդու իրավունքների պաշտպանի կառույցը անկախ մարմին է, բայց հասարակության մոտ էլ պետական բոլոր աշխատանքների հանդեպ կա այդ թերահավատ վերաբերմունքը։ Արդյոք օրինակ հիմա հարց կառաջանա հեռուստադիտողների մոտ, արդյոք օրինակ Սերժ Սարգսյանի իշխանությունից որևէ հրահանգ չի իջեցվել մարդու իրավունքների պաշտպանին։ Նայեք, ես միշտ եղել եմ պրոֆեսիոնալ դաշտում, միշտ, երբեք չեմ եղել կուսակցական, երբեք չեմ եղել կլասիկ դասական իմաստով քաղաքականության մեջ, այլ միշտ եղել եմ հանդես եմ եկել մասնագիտական դիրքերից, հարցերի լուծումները այդ դիրքերից տալու կարևորությունից։ Եվ միշտ անկախ եմ եղել, ինչպես ասեցի, իմ աշխատանքներում, կլինի վարձատրություն, կլինի նյութական հարցեր, ինչ ուզում է լինի, միշտ անկախ եմ եղել, դա իմ էության ամենակարևոր բաղադրիչն է։ Երբ ես նշանակվեցի մարդու իրավունքների պաշտպան, իհարկե այդ ժամանակ շատ կային սխալ ընկալումներ ձևավորված եւ վստահության աստիճանն էլ 20%-ից մի փոքր ավել էր։ Իհարկե, ես երբ աշխատել եմ Արմեն Հարությունյանի ժամանակ, Լարիսա Ալավերդյանի ժամանակ, շատ մեծ գործեր են նրանք արել, զեկույցներ եւ այլն, բայց այդ ժամանակաշրջանը արդեն 2016 թվականի այնպես էր ստացվել, որ բավականին ցածր էր եւ մարդկանց մոտ կային բավականին մեծ աստիճանի, այսպես ձևավորված ոչ ճիշտ ընկալումներ այս կառույցի հետ կապված։ Դրա համար աշխատանքը շատ դժվար գնաց ամենասկզբում։ Ես իմ առաջ խնդիր էի դրել ինչքան էլ դժվար լինի կայացնել այս ինստիտուտը։ Հետագայում, տեսեք, 2016 թվականին, այսինքն նախկին իշխանությունների ժամանակ ես ընտրվեցի, այդ ժամանակ ես ընտրվել եմ ընդդիմության ամենամեծ կոնսոլիդացիայով երբևէ, որ մարդու իրավունքների պաշտպան ընտրվել է եւ ձայների կողմ ամենամեծ ձայների կողմ քանակով։ Դա ինձ կարևոր էր, որովհետեւ այն ժամանակվա ընդդիմությունն էլ նաեւ բավականին մասը ինձ համար օգուտ ինձ քվեարկեց։ Դա կարևոր էր, որովհետեւ ինձ պետք էր պահպանել այդ անկախությունը, որովհետեւ դա իմ էության մասն էր, այլ կերպ չէր կարող լինել։ Եվ աշխատել եմ բացարձակ անկախության պայմաններում, որևէ անգամ կաշկանդվածություն չի եղել։ Հետո եւ փորկվեց իշխանությունները, երբ արդեն 2018-ից հետո այս իշխանություններն էին, երբ նրանց համար իհարկե դժվարություններ եղել են 2016 թվականի ՊՊՑ գնդի իրադարձությունների ժամանակ օրինակ, այո, մեծ դժվարություններ են եղել, որովհետև իշխանություններն էլ չէին հասկանում այդ ժամանակ իհարկե ի վերջո ո՞րն է մարդու իրավունքների պաշտպանի նպատակը։ Հետո երբ փոխվեց իշխանությունը, այս իշխանությունների ժամանակ խնդիրները էլի շարունակեցին, երբ օրինակ նրանք գիտեք, երբ խնդիրները դարձան այս իշխանությունների ժամանակ իրենց սեփականը, մեծ հարցեր առաջացան։ Տեսնում էին արդեն հրապարակային բոլորը, որքան շատ էին ճնշումները, այլ փորձեր արեցին ֆինանսավորումը կտրել, մեքենաները վերցնել, որովհետև նորից էլի չէին հասկանում, նրանց թվում էր, թե պետք է մարդու իրավունքների պաշտպանը ծառայի այդ իշխանության կոնկրետ նպատակին եւ դրա համար ես շատ, գիտեք, ես այնպիսի մարդ եմ, ես երբեք ինձ չեմ դնում զոհի կարգավիճակում։
Ես երբ մարդու իրավունքների պաշտպանն էի, այդ ժամանակ էլ էի ասում։ Ես երբեք զոհի կարգավիճակում ես չեմ դնում։ Կա խնդիր, պետքա լուծենք, բայց եթե ես աշխատում եմ ու մարդը խնդիր ունի, ես մի հատ զոհի կարգավիճակում լինեմ, այդ մարդը ոնց է մեզ վստահելու։ Եվ այդպես դժվարությամբ աշխատեցինք վերջում արդեն, երբ ես մարդու իրավունքների պաշտպանն էի, 81%-ի հատուկ, ես միջազգային հետազոտություններ եմ ասում, հանրային վստահության աստիճանը կտրուկ բարձրացեցինք եւ հասել էր 81%-ի, ինչու, որովհետեւ ազնիվ աշխատանքով, արդար աշխատանքով, ճիշտ աշխատանքով եւ որևէ մեկի ենթակայությամբ ես պատասխանատու եմ ասում, երբեք ինչ որ հրահանգներով եւ այլն մարդու իրավունքների պաշտպանը չի գործել։ Այդ դեպքում ինչու որոշեցիք մտնել քաղաքականություն եւ զբաղվել քաղաքականությամբ, հիմնեցիք միասնության թևեր կուսակցությունը։ Ինչը դրդեց ձեզ թողնել իրավաբանական, այսպես շեղվել իրավաբանական ճանապարհից եւ մտնել քաղաքականություն։ Տեսեք, երբ ես ավարտեցի մարդու իրավունքների պաշտպանի իմ լիազորությունները եւ անցա արդեն մասնագիտական ավելի փաստաբանական աշխատանքի, ես այնպես չի որ ձեռքերս ծալած նստել եմ։ Գիտեք, ես միշտ աշխատել եմ հանուն խնդիրները լուծելու, որ կան։ Իմ աշխատանքային գործունեությանը զուգահեռ մեծացել է խնդիրների մասշտաբները, օրինակ երկրի անվտանգության հետ կապված հարցեր, սահմանային հարցեր, միջազգային դատարաններում այցեր, ներողություն, հայցեր, այդտեղ այցեր։ Միանշանակ արվել է։ Օրինակ ես երբ ավարտեցի իմ լիազորությունների ժամկետը, մենք միանգամից անցանք միջազգային փաստաբանական աշխատանքի, ստեղծեցինք խումբ մեր ընկերներով, օրինակ Վաշինգտոնի ֆեդերալ դատարանում Արցախի տեղահանումից հետո մենք ունենք դատական հայց ներկայացված, նույնը ունենք հայկական թաղամասի հետ կապված Երուսաղեմի դատարանում, Լոնդոնի դատարանում ունենք, ես միջազգային իրավունքի եւ արդարության կենտրոն Թաթոյան հիմնադրամը, որ հիմնադրել էինք, անհատական գանգատներ ենք ներկայացել եվրոպական դատարան, Արցախի մեր հայրենակիցների իրավունքների հետ կապված, արդարադատության միջազգային դատարան, խորհրդատվական նաեւ պարզաբանումներ եւ այլն, այսինքն իմ աշխատանքը այս ընթացքում մինչև քաղաքականության մասին հայտարարելը միշտ եղել է հարցեր լուծելուն ուղղված եւ ազգային այս կարևորագույն հարցերը, բայց երբ ես տեսա, որ դրանք օգուտ այլևս չեն տալիս, որովհետեւ ինչ անում ես, այսօրվա գործող իշխանությունը գնում է ամբողջը հետ է վերցնում, փչացնում է, վնասում է, դե հասկացան, որ այսպես այլևս շարունակել հնարավոր չի, որ պետք է երկրին քաղաքական իշխանության փոփոխություն։ Դրա համար ես որպես հանդես չեմ գալիս այդպես քաղաքական ուղղակի գործիչ։ Ինձ քաղաքականությունը բերել ոչ թե կուսակցական պայքարը, ոչ թե քաղաքականությամբ հետաքրքրվելը, այլ մարդկանց կոնկրետ խնդիրները, այդ խնդիրները լուծելու անհրաժեշտությունը, ցանկությունը, մարդկանց կողքին լինելու անհրաժեշտությունը, իրական խնդիրներն են ինձ բերել այստեղ եւ արժեքները, արդարություն, ազնվություն, իրավունքի գերակայություն, հայրենասիրություն, որ այս քաղաքականությունը մենք օգտագործենք այս խնդիրները լուծելու համար։ Եվ վերջում ապելով շատ հակիրճ խնդրում եմ, եթե տարիներ անց հասարակությունը ցանկանա բնութագրել ձեր քաղաքական դիմագիծը, ինչպես կուզենաք, որ այն հնչի։ Խնդրում եմ հակիրճ։ Արդարություն, ազնվություն, երկրի առջև ծառացած հարցերը լուծող ու լուծմանը նպաստող եւ քաղաքականությունը ստախոսությունից եւ այսպես բարոյականության արժեքների զուրկ երևույթից վերափոխելու երևույթի, որ դու օգտագործում ես դա, որպեսզի լուծես քո պետության առաջ կանգնած խնդիրները։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Այսպիսին էր Արման Թաթոյանի քաղաքական դիմագիծը